Ժողովուրդ ջան, պատրաստ եմ հորս տատի բաղադրատոմսով ագդակուն նազուկ։ Դրա համար մեզ հարկավոր է սարի բարիքներ, կաթ, հրաժան, եղ ու կարագ, մնացածն էլ երևում է։ Ալյուրին ավելացնում եմ կարագը, հրաժանը ու մի լավ տրորում։ Մչամը տրորում ենք մինչև իրարով լինի։ Լցնում ենք շաքարավազնու, ետ տրորում, պես օգնել իրարով է լավ։ Միջին սհեմենց փոս ենք անում, փոսի մեջ լցնում ենք կաթը և խանութից առած տնական ձուն։ Ու միշտ հիշեք, սոդայի համը չեզոքացնելու համար վրին ածեք միշտ խնձորի քացախ։ Ու ցեխի նման խառնում ենք։ Ցեխանողնի, լասեք ճիշտ խառնեցի թե չէ։ Նազուկի խմորը պատրաստ է, թողնում ենք հանգստանա։ Որպեսզի մեր նազուկի խմորը դառնա ագդակի խմոր, ավելացնում ենք հալացրած եղ, հունցում ենք ու դառնում է ագդակի խմոր։ Սրա խմորը մի եղեղալին խմոր է, վանիլինի հոտնե հա քթովը տալի։ Խմորներս պատրաստ է, մնում է երկուսն էլ թխեմ։ Նազուկի երեսին ենքան ձուտ լինի, որ դաշնամուրի նման փայլի, ասում էր հորս տատը։ Պատրաստում եմ ագդակը։ Շատ կարևոր է օգտագործել արդար յուղ։ Դե ինչ, մեր քաղցավենիքները պատրաստ են, մնում է համտեսենք։ Համտեսում եմ ագդակը։ Եղը բերանից միջին հալվում է, իսկ հիմա նազուկը։ Միած սրա միջի փափկությունը նայեք։ Բա հոտը, բա համը, սարերի գիրկն ընկա։